191 TV YouTube-յան ալիքում ուղիղ խոսքն է, բարև ձեզ։ Նախ անդրադառնալու եմ ռուսաստանցի հայտնի հեռուստա մեկնաբան Սոլովյովի հայտարարությանը, որը Հայաստանում հասարակական քաղաքական շրջանակներում մեծ աղմուկ բարձրացրեց, այո, բողոքի հսկայական ալիք բարձրացրեց, իհարկե Սոլովյովը մեղմ ասած գլուխը պատումներ տվել, նրան Ռուսաստանի դեսպանին Հայաստանում կանչեցին արտգործնախարարություն, պարզաբանումներ պահանջեցին, դե չէին կարող չպահանջել, լավ արեցին, իհարկե կարելի է նաև, չգիտեմ, տասնյակ հազարներով այդ Սոլովյովի նկարները տպագրել, թող մարդիկ գնան, բողոքեն այդ նկարները ահիրեն եւ այլն, բայց խնդիրը մեծ հաշվով Սոլովյովի այդ հայտարարությունը չի, ընդհանրապես Սոլովյովը չի։ Ի վերջո ինչ է նա ասում է, գիտեք, ասում է, աշխարհում միջազգային օրենքները վերացել են, միջազգային աշխարհակարգը փլուզվել է, միջազգային օրենքներ չկան, իրավունքներ չկան, նորմեր չկան։ Այդ տեսեք Թրամփը, Վենեսուելան, բոլոր օրենքները ոտնահարելով նախագահին առևանգեց, ինքն էլ իրեն հռչակեց նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, հիմա ասում է, ինչ ուզում եք արեք Գրենլանդիան եմ ուժով վերցնելու, տեսեք թե ինչ է կատարվում մեր հարևան, մեր տարածաշրջանում, Իրանում, ռուսները հետ նույն գործելակերպ ավելի վաղ էին որդեգրել, Ուկրաինան ներխուժելով, հիմա այնտեղից ասում են, դե եթե աշխարհակարգը փլուզվել է, եթե Արևմուտքը, եթե Միացյալ Նահանգները մտնում են Վենեսուելա, Գրենլանդիա, մենք էլ Հայաստան կներխուժենք, Կենտրոնական Ասիա կներխուժենք, այնպես ինչպես վարվեցինք Ուկրաինայում։ Պրոբլեմը որն է մեծ հաշվով։ Ճիշտ է ասում, թե ճիշտ չի ասում։ Ցավոք սրտի ճիշտ է ասում, իսկապես միջազգային աշխարհակարգը փլուզվել է։ Եվ միայն իրենք չեն ասում, Ադրբեջանից էլ են ասում, չկա միջազգային օրենք, չկան նորմեր, վերջ մոռացեք, դա ինձից էլ են ասում։ Ցավոք սրտի ճիշտ են ասում։ Կարող են արդյոք Ռուսաստանը այո հարձակվել Հայաստանի վրա եւ հատուկ ռազմական օպերացիա, ինչպես իրենք են ասում, իրականացնել։ Կարող է։ Մենք կարող ենք դիմակայել դրան, թե չենք կարող եւ կգտնվեն արդյոք այնպիսի ուժեր, որոնք դա թույլ չեն տա մեր կողքին կանգնեն։ Չգիտեմ, ցավոք սրտի կարծես թե չէ։ Կենտրոնական Ասիան ուրիշ այնտեղ բարդ է, այնտեղ Չինաստանը դա վստահաբար թույլ չի տա։ Ադրբեջանի անունը Ռուսաստանում չեն էլ տալիս, որտեղ այնտեղ Թուրքիա կա, այնտեղ այդքան հեշտ չի լինելու։ Մեզ են սպառնում ուղղակի սպառնալիք է։ Հիմա հասկանալի է, որ այդ Սոլովյովը մեծ հաշվով Կրեմլի դիրքորոշումն է, այսինքն իր կողմից պարզ հստակ սպառնալիք է հնչեցնում։ Սա կարծես թե վիճելու բան չի, բայց մենք Հայաստանի քաղաքացիներս այստեղ հարցեր ունենք ոչ թե Սոլովյովին, այլ Հայաստանի իշխանություններին։ Այդ ինչ արտաքին քաղաքականություն եք իրականացրել, որ այսօր անգամ Ռուսաստանից են սպառնալիքներ հնչում, ուղղակի սպառնալիքներ, ներխուժման, պատերազմի Հայաստանի դեմ։ Սա էլ ձեր բերած խաղաղություն, որ ասում եք արդեն կայացել է։ Այդ ինչ արտաքին քաղաքականություն եք իրականացրել, որ բոլոր կողմերից Հայաստանին ուղղակի սպառնում են։ Ասում են ձեզ խելոք պահեք, թե չէ կգանք հատուկ ռազմական գործողություն կիրականացնենք։ Ադրբեջանից սպառնում են, ասում են խելոք մնացեք, թե չէ հատուկ ռազմական գործողություն կիրականացնենք, հակաահաբեկչական գործողություն։ Միացյալ Նահանգներից ասում են, անուղղակիորեն ասում են, այս պայմանագրի այս կետերը կատարեք, թե չէ Ադրբեջանին կասենք կհարձակվեն։ Չէ որ մենք ենք կանխել, իրենք արդեն պատրաստվում էին հարձակվել։ Սա է խաղաղություն, երբ որ բոլոր կողմերից Հայաստանին սպառնում են, ուղղակիորեն սպառնում են պատերազմ։ Մի քանի տարի է խոսում եք Հայաստանի դեմ իրականացվող հիբրիդային պատերազմի մասին, Ռուսաստանի կողմից իրականացվող։ Հասանք այն օրվան, որ արդեն ոչ թե հիբրիդային, այլ ուղղակի ռազմական ագրեսիայի մասին են խոսում։ Ինչու՞, որովհետև դուք խոսք Հայաստանի իշխանությունների մասին եք, դուք Հայաստանը դարձրեցիք նախ հիբրիդային պատերազմի էպիկենտրոն օջախ։ Դեռ մինչ այդ իսկական իրական պատերազմը Արցախում 20 թվականին բերեցիք մեր գլխին, հետո հայտարարեցիք, ասացիք դե Արցախը թող էր մեր ինքնիշխանության գլխին, այ ոչինչ, հիմա պրծանք, հիմա արդեն խաղաղության տարաշրջանը եկել է, իրականում դա հաղթանակ էր եւ այլն։
Այ հիմա արդեն խաղաղ կապրենք եւ խաղաղ ենք ապրում։ Հիմա իրական պատերազմի հաջորդ սպառնալիք արդեն ոչ թե Արցախն էր, հիմա Հայաստանի վրա ենք սարքում։ Դե ինչու։ Ինչու, որովհետև Հայաստանի նկատմամբ ինչու են այդպես վարվում։ Ինչու են մոռանում Ալբանիա կամ իրեն ասում են Նիկոլ Փաշինյանը ասում են մյուս տղան, հա։ Ինչ են այդպես վարվում բոլորը։ Հիմա արդեն ռուսները ուղիղ սպառնալիքներով։ Որտեղ շատ լավ տեսնում է Ռուսաստանը ասած ինչ ասում է, եթե ուժով Հայաստանը վերցնում են Թուրքիան ու Ադրբեջանը Ամերիկայի Միացյալ Նահանգները, եթե իրենք ուժով վերցնում են, մենք կվերցնենք։ Սա են իրենք ասում։ Եվ իրենք ասում են, եթե Հայաստանի իշխանությունները սպառնալիքների ազդեցության տակ ամեն ինչ տալիս են, ինչ մենք տեսնում ենք, Ադրբեջանը ինչ որ բան է պահանջում, անմիջապես դեռ խոսքը բերաններից դուրս չեկած Հայաստանի իշխանությունները կատարում են։ Թուրքիան ինչ որ բան է ասում, ուղիղ կամ Ադրբեջանի միջոցով Հայաստանի իշխանությունները անմիջապես վախի սպառնալիքի այդ ազդեցության տակ անմիջապես կատարում են, եւ բնականաբար ռուսները ասում են, դե եթե դուք վախի ազդեցության տակ բոլոր պահանջները կատարում, մի հատ էլ մենք վախեցնենք, ինչա պատահել։ Հասկանում եք, եթե ինչ որ մեկը վախեցած է, միշտ կգտնեն վախեցնողներ, միշտ կգտնեն։ Եթե մեկը ինչ որ բան է տալիս, միշտ կգտնեն ուզողներ։ Եթե մեկը պատրաստակամություն է հայտնում ծառայել որպես գործիք, միշտ կգտնվեն երկրներ, ուժային կենտրոններ, որոնք կփորձեն հենց իրենք օգտագործել քեզ որպես գործիք։ Դե Հայաստանի իշխանությունները դա են անում, անդադ իրենց ներկայացնում են որպես գործիք։ Ասում են, այ մեզ օգտագործեք որպես գործիք, սրա դեմ, նրա դեմ, եւ առաջել էին այդպես անում, հա։ Դե բնականաբար նրանք էլ ասում են, շատ լավ կօգտագործենք։ Պետք չէր Հայաստանը դարձնել նախ հիբրիդային պատերազմի օջախ, տարածք, հետո էլ հասնել նրան, որ արդեն ոչ թե հիբրիդային, այլ թեժ պատերազմի էպիկենտրոն են սարքում, որտեղ բոլոր կողմերից պատերազմով վախեցնելով, պարզապես Հայաստանը անթեր երկիր են տեսել, բնականաբար պիտի ցանկանան տիրանալ այդ երկրին, եւ կարծես թե ամենաուժեղ գործիքը, ամենալուրջ գործիքը վախեցնելն է, որտեղ այս իշխանությունները այդ միայն Հայաստանի ներսում են, այս դուխով, չէ, դրսում ով ինչ ասում է, ով ինչ, թեթև փառաշտոցած են վազելով դնում են կատարելու դա։ Սա է տեղի ունենում։ Հայաստանը, ինչ եմ ասում, դարձել է անտերերկիր, տեսեք իշխանությունները ինչով են զբաղվում։ Չգիտեմ, ֆեստիվալներ, կեղծ պատարակներ, չգիտեմ, դհոլ խփել, հեծանի, բան, ինչպես սրտիկներ ցույց տալ, պրոբլեմ չկա, չէ՞ Հայաստանը։ Եթե վիճակը դա է, բնականաբար բոլոր կողմերից փորձելու են Հայաստանը դարձնել իրենց համար պլացդարմ, ուզում եք անունը դրեք պլացդարմ, ուզում եք անունը դրեք ֆորպոս, ուզում եք դրեք ժողովրդավարության բաստիոն։ Սրանք բոլորը գործիքների տարբեր անվանումներ են։ Ինչը պետք չէ թույլ տա, որ քեզ օգտագործեն որպես գործիք հիբրիդային կամ թեժ պատերազմում։ Երկրորդ հարցը, որին ցանկանում եմ անդրադառնալ, այս եկեղեցու դեմ այս ագրեսիվ պատերազմը թևակողել է նոր փուլ հասկանալ, եւ այդ մասին շատ է խոսվում, բոլորս ամեն ինչ շատ լավ տեսնում ենք, հասկանում ենք, վերջին կեղծ պատարակներին էլ տեսնում ենք, թե ինչպես են իշխանությունները իրենց վարչական ռեսուրսը հանել վերջին գրոհի, սա Սարդարապատի նման, որտեղ հա գնալով թեժանալու է, քանի ընտրությունները մոտենում, բայց մի հարցի կցանկանայի անդրադառնալ։ Տեսեք, ասենք տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, չգիտեմ, համայնքապետեր, կառավարության ներկայացուցիչներ, մեկ էլ հայտարարում են, ասում են Կտրիչ Ներսիսյանը կաթողիկոս չի, նա անպայման պիտի հեռանա, նրան պիտի ձերբակալել, էս անել, անպայման նա իրավունք չունի կաթողիկոս լինել։ Եվ երբ Նիկոլ Փաշինյանն է այդպիսի բան ասում, նա պատճառաբանում է այսպես. ես ժողովրդի ըստահության մանդատը 21 թվականին ստացել եմ, ժողովրդին այդ մանդատը տվել է, այդպես եմ ասում։ Ենթադրենք նույնիսկ այդպես է, չնայած անգամ դա իրեն այդ իրավունքը բնականաբար չի տալիս, որտեղ սահմանադրությունը հստակ ֆիքսում է վարչապետի լիազորությունները։ Բայց ենթադրենք նույնիսկ, հա, Նիկոլ Փաշինյանը մանդատը ստացել է, այդպիսի բաներ ան։ Բան մյուսները ինչ մանդատ են ստացել, մյուսները օրինակ, չգիտեմ, ազգային Ռուբեն Ռուբինյան, դերելով կա Հայկ Կոնջորյան, չգիտեմ, բազմաթիվ այդպիսի Ալեն Սիմոնյան, մնում ասում են, դուք ով եք, որ կաթողիկոսի հրաժարական պահանջեք։ Դուք էլ ժողովրդի մանդատը չեք ստացել։ Ժողովուրդը ձեզ մանդատ չի տվել հարգելիներս։ Դուք այդ մանդատը ստացել եք, որովհետև Նիկոլ Փաշինյանը ձեզ ներգրավել է իր ցուցակում։
ձեր պատգամավորներից մեկն էլ չէ շատ դիպուկ ասել էր դուք եթե ձեր փոխարեն Նիկոլ Փաշինյանի ուսապարկը լիներ այդ ցուցակում, ինքն էր դառնալու պատգամավոր, ճիշտ էր ասել։ Դրա համար ոչ մեկը ծպտուն չհանեց, ոչ մեկը չարարկեց, որտեղ ճիշտ էր ասում։ Այսինքն հարգելիներս, դուք մանդատը ժողովրդից չեք ստացել։ Դուք մանդատը ստացել եք Նիկոլ Փաշինյանից։ Դուք ժողովրդի անունից խոսելու իրավունք չունեք։ Պատահաբար կամ ինչ-որ այլ ծառայությունների շնորհիվ հայտնվել եք այդտեղ, հիմա որ խոսում եք որպես այ քանի որ մենք ժողովրդի վստահության մանդատ ու դուք որ ժողովուրդ ու այ արգելիներս։ Վաղը մյուս օրերը ցուցակում չեք լինելու, ձեր մասին չեն հիշել, դուք ձեզանից ինչ եք ներկայացնում, որ կաթողիկոսի հրաժարական եք պահանջում։ Ձեզ նայեք։ Ով է ձեզ այդ լիազորությունը տվել, ով է ձեզ այդ մանդատը տվել, ով է ձեզ ճանաչում։ Խոսում եք այնպիսի բաներից, ոնց իրանքը ընդհանրապես չունեք։ Նիկոլ Փաշինյանը այլ եմ ասում, հասկացանք, ենթադրենք ինքը այդ մանդատը ստացել է, որպես մանդատ ստացած, այդպիսի բան է պահանջում։ Չնայած այլ եմ ասում, դրա իրավունքը չունի։ Բայց դուք ընդհանրապես խոսելու բան չունեք։ Ես հասկանում եմ, հիմա այդտեղ շատ թեժ պայքար է ընթանում, որտեղ նախընտրական ցուցակներ պիտի կազմեն, նրանք ուզում են էլի աչքի ընկնել անպայման, որպեսզի նորից հայտնվեն ցուցակում, նրա ամենակարևոր գործոններից մեկը այն է, որ կաթողիկոսի դեմ, եկեղեցու դեմ այդպես դուխով ելույթներ ունենան, բայց էլի եմ ասում, ով խոսելու իրավունք ունենա, դուք հաստատ չունեք, որովհետև դուք որևէ մանդատ չեք ստացել ժողովրդից, դուք մանդատ ստացել եք Նիկոլ Փաշինյանից, կարող եք խոսել միայն նրա համար եւ նրա անունից, եթե թույլ տան, վերջ, սա է։ Կարծում եմ, ինչքան ընտրությունները մոտենան, այնքան այս թեմաները թեժանալու են, բայց կարծում եմ նաև կարևոր է լինելու, որ այս հարցերը արդեն դիտարկվեն նաև իրավական հարցություններում, որովհետև այո, Նիկոլ Փաշինյանը Հայաստանում վարվում է այնպես ինչպես աշխարհում, քանի որ աշխարհում իրավունքի համակարգը փլուզվել է, ինքն էլ համարում է, որ Հայաստանում էլ առավել ևս ինքը ինչ ուզի կանի, բայց դա այդպես չի։ Դա այդպես չի, որովհետև անկախ նրանից ինչ կլինի ընտրություններից հետո կամ այս ընտրություններից հետո թե կան այնպիսի հանցագործություններ, որոնք վաղեմության ժամկետ չունեն եւ սահմանադրական կարգը խախտելու հոդվածները դրանց մեջ են։ Դրանցից շատերը այո, էլի վաղեմության ժամկետ չունեն կամ այդ ժամկետը շատ մեծ է։ Այնպես որ եւ իրենք իմիջիայլոց հասկանում են, դրա համար շատ կարեւոր է իրավական հարթությունը ֆիքսել այս ամենը եւ դատարաններ դիմել, եթե անգամ ակնհայտ է, որ այս պահին այսօր դա որևէ արդյունք չի տանում։ Ինչեւ այսօր այսքանը կհանդիպենք